Գլոբալ մարտահրավերներից մեկն էլ ահաբեկչությունն է։ Ամեն տարի աշխարհի մի շարք երկրներում տարբեր ահաբեկչական կազմակերպությունների գործունեության զոհ են դառնում հազարավոր անմեղ մարդիկ։ Իսկ ահաբեկչության մասին խոսելիս պարզապես հնարավոր չէ չանդրադառնալ հայկական ահաբեկչությանը։ Հայկական ահաբեկչություն արտահայտությունը առաջին անգամ պաշտոնապես օգտագործվել է 1982 թվականին Միացյալ Նահանգների պետական դեպարտամենտի ամենամյա տեղեկագրում։ Հայ ահաբեկիչները նման ուշադրության են արժանացել Լիվանում իրականացված բազմաթիվ ահաբեկչական ակտերին ակտիվ մասնակցության համար, որոնց հետևանքով զոհվեցին մեծ թվով ամերիկացի զինվորներ եւ միջազգային հումանիտար առաքելության աշխատակիցներ։ Սակայն իրականում հայկական ահաբեկչության պատմությունը սկսվում է 19-րդ դարի սկզբներից Օսմանյան կայսրության ժամանակներից։ Հենց այդ ժամանակաշրջանում ստեղծվեց Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունը, որը պայքարի հիմնական մեթոդ էր ընտրել ահաբեկչությունն ու սպանությունը։ В этой плеяде можно начать с Սոգոմոնը Թեյլերյանը։ Այդ ահաբեկչական արշավը կարելի ասել սկսեց Սողոմոն Թեյլերյանը, ով սպանեց Թալիաթ Փաշային։ Բերլինի դատարանը նրան արդարացրեց, պատճառաբանելով, թե սպանությունը կատարելու պահին Թեյլերյանը եղել է աֆեկտի վիճակում։ Սակայն դատարանը հաշվի չառավ այն հանգամանքը, որ սա նրա կողմից կատարված առաջին հանցագործությունը չէ։ Դրաստամատ Կանայան, Գարեգին Նժդե, Մոնտե Մելքոնյան, Գուրգեն Յանիկյան, Համբիկ Սասունյան, Վարուժան Կարապետյան, Գագիկ Արուստամյան։ Բոլոր այս հանցագործները Հայաստանում հերոսացվել են։ Նրանց եւ այլ հանցագործների անուններով Հայաստանում կոչվել են մետրոյի կայարանները, հրապարակներն ու փողոցները։ Նրանցից գրեթե բոլորը անդամակցել են հայկական եւ միջազգային ահաբեկչական խմբավորումներին։ Նման ահաբեկչական կազմակերպություններից մեկն էլ Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակն է Ասալան, որի անդամները բազմաթիվ ահաբեկչական ակտեր են իրականացրել Ամերիկայում, Եվրոպայում, Ռուսաստանում, Մերձավոր Արևելքում։ Միայն 1975-ից 1983 թվականներն ընկած ժամանակահատվածում Ասալան իրականացրել է ավելի քան 200 հանցագործություն, այդ թվում 12 սպանություն, 35 ահաբեկչություն Ֆրանսիայում, 22-ը Շվեյցարիայում, 18-ը Իտալիայում, 17-ը Միացյալ Նահանգներում։ Ընդհանուր առմամբ հայ ահաբեկիչները արյունոտ հետք են թողել աշխարհի 22 երկրներում։ Հայ ահաբեկիչների հիմնական թիրախն էր թուրք դիվանագետները։ Միացյալ Նահանգների կենտրոնական հետախուզական վարչության 2013 թվականի ապրիլի 30-ի զեկույցում նշված է մի շարք եվրոպական երկրների եւ Ասալայի միջև գաղտնի դավադրության արկայության մասին։ Французское правительство, когда социалисты были у власти во Франции, Ֆրանսիայի սոցիալիստական կառավարությունը գաղտնի համաձայնության էր եկել հայկական ահաբեկչական խմբերի հետ։ Հայ ահաբեկիչները հանգիստ օգտվում էին Ֆրանսիայի օդանավակայաններից։ Նրանց չէին հետապնդում թուրք դիվանագետների վրա հարձակումների համար։ Դրա փոխարեն հայ ահաբեկիչները պարտավորվել էին որպես թիրախ չընտրել ֆրանսիական քաղաքացիներին, օբյեկտները եւ ընդհանրապես պետական շահերը։ Սակայն ճակատագրի կմահաճույքով հայերը խախտեցին այդ պայմանավորվածությունը, պայթյուն իրականացնելով Օրլիի օդանավակայանում։ Ինչպես հետագայում հայտարարել են ահաբեկիչները, նրանք մտադիր չեն եղել պայթյուն իրականացնել հենց Օրլիի օդանավակայանում։ Նրանք ցանկացել են պայթեցնել Փարիզից Ստամբուլ չվերթ կատարող ինքնաթիռը, սակայն այդուհանդերձ պայթյունը տեղի ունեցել Օրլիում։ Эту договоренность, совершив взрыв в аэропорту Орли։ 2001 թվականի ապրիլ Ֆրանսիան 17 տարվա բանտարկությունից հետո Հայաստանին է հանձնել ցմահ բանտարկության դատապարտված միջազգային ահաբեկիչ Վարուժան Կարապետյանին։ Նրա ներման մասին կարգադրությունը ստորագրել է Հայաստանի այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանը, մինչ հանցագործի Երևանի օդանավակայան ժամանելը։ Կարապետյանին դիմավորել են որպես հերոսի եւ նրան պարգև է հանձնվել։ Եվ դա այն դեպքում, որ հենց Վարուժան Կարապետյանն է 1984 թվականին մյուս հայ ահաբեկիչների թվում կազմակերպել Օրլիում պայթյունը, որի արդյունքում զոհվել են անմեղ մարդիկ։ Задолго до этого, в 1981 году, Դրանից առաջ 1981 թվականին ֆրանսիական օդանավակայանում ձերբակալվել է Կիպրոսի անձնագրով հարավային Կիպրոսի քաղաքացի։ Հետագայում պարզվել է, որ դա Մոնտե Մելքոնյանն է։ Նա կասկածվում էր 1980 թվականին Փարիզում Կոպեռնիկի փողոցում սինագոգի պայթեցման մեջ։ Այդ ահաբեկչական ակտի արդյունքում զոհվել է 4 մարդ, սակայն ֆրանսիական իշխանությունները շանտաժի ենթարկվելով Ասալայի կողմից, որը բազմաթիվ ահաբեկչական ակտեր է իրագործել Լիբանանում, Բեյրութում, ֆրանսիական բանկերի ապահովագրական ընկերությունների եւ այլ ֆրանսիական հիմնարկների
հանդեպ ազատ են արձակել ահաբեկչին։ Avo մականունով հայտնի Մոնթե Մելքոնյանը երկար սպասեցնել չի տվել։ 1981 թվականի սեպտեմբերի 24-ին նա պլանավորել ու կազմակերպել է բան անվանմամբ ահաբեկչական օպերացիա, որը նախատեսում էր Ֆրանսիայում թուրքական հյուպատոսության զավթումը, ինչպես նաև Մերձավոր Արևելքում եւ եվրոպական երկրներում թուրքական օբյեկտների հանդեպ մի շարք ահաբեկչական ակտերը։ После этого он, значит, участвовал в боевых операциях Դրանից հետո նա Լիբանանում պատերազմի ժամանակ մասնակցել է մարտական գործողություններին։ Նրան երկար ժամանակ փնտրել է Իսրայելի հատուկ ծառայությունը։ Նա հանդիսանում է 1992 թվականի փետրվարի 17-ին Գարադաղլի գյուղում ադրբեջանցի բնակչության հանդեպ իրագործված ցեղասպանության ողջավորողներից ու կազմակերպիչներից մեկը։ Նրա գրոհայինները մասնակցել են ադրբեջանական Խոջալու քաղաքի ցեղասպանությանը։ Не подвластен мне судить, поскольку Жидо-Российская империя не есть правовое государство. Это надо твердо помнить. 1977 թվականի հունվար Մոսկվա Ասալան պայթեցրել է Մոսկվայի մետրոպոլիտենը, պարենային եւ արդյունաբերական խանութները։ Ահաբեկչական ակտի արդյունքում զոհվել է 7 մարդ, շուրջ 500 մարդ վիրավորվել է։ Այդ գործի հետ կապված մեղադրվել ու մահվան են դատապարտվել Ստեփան Զատիկյանը, Հակոբ Ստեփանյանը եւ Զավեն Բաղդասարյանը։ Если нужно будет, я буду взрывать. Եթե մեզանից մեկն ու մեկն էլ որ կենթանի մնա, եթե այլն խաղեցիք, նորից կնեզարել։ Если кто-нибудь из нас останется живым, снова будут взрывы. Արդեն երկար ժամանակ մեկուսացված հայ հասարակությունը ենթարկված է ագրեսիվ ազգայնամոլության։ Հայաստանում իրենց պատմության մեջ միշտ նշում են բազմաչարչար հայ ժողովրդի մասին, դրանում մեղադրելով հարևան ժողովուրդներին։ Բազմաթիվ տասնամյակների ընթացքում այդ գաղափարները ներշնչել են ու շարունակում են ներշնչել աճող սերնդին։ Այդ հակահումանիստական գաղափարախոսությունը առաջին աշխարհամարտից անմիջապես հետո հստակ որոշում է ստացել հայկական հիվանդության ձևով։ Ամենայն հավանականությամբ դա անբուժելի հիվանդություն է։